քանի հերթականությամբ փորձեմ կառուցել իմ դիրքորոշումը։ Երևի թե նախ ինքս պետք է անդրադառնամ որպես փաստաբան, որպես պաշտպան դատական նիստի մասնակցությունը, քանի որ նշված հարցը բարձրաձայնվեց, ես չգիտեմ արդյոք հանրային մեղադրողը զուգահեռաբար ունի փաստաբանի ակոնագիր, պայմանականորեն կասեցված թե ոչ, եթե իրապես ունի, առնվազն այն դիրքորոշումը, որը ներկայացվեց, ես մեծ հույս ունեմ, որ համապատասխան մարմինը մեր փաստաբանների պալատի ուշադրությամբ կհետևի դատական նիստին, ընդհանուր մինչև կարգապահական պատասխանատվության հնարավորությունը ի վերջո մի օր գնահատելու։ Ինչի համար է նշվածը ասում, որովհետև հանրային մեղադրողը, եթե ին որպես փաստաբանի ով զուգահեռաբար այո ունի պատգամավորի կարգավիճակ հանգամանքներ բարձրացնում, կարող է ուսումնասիրել փաստաբանության մասին օրենքի 36-րդ հոդվածը, որտեղ ուղիղ նախատեսվում է կասեցման հիմքը լիազորությունների ժամկետով։ Այսինքն այն պահից, երբ լիազորությունների ժամկետը գործում է, այո, որպես պատգամավոր իմ լիազորությունների ժամկետը մեկնարկում է 2026 թվականի օգոստոսի 2-ից։ Բայց ինչ է ասում Սահմանադրական դատարանը, պատվարժան դատարան, երբ կրկին անդրադառնում ենք 95 սահմանության ինչով։ Ես կրկին պատվարժան դատարան կրկին նորից մի հատ անդրադարձ կկատարեմ փաստաբանության մասին օրենքի 36-րդ հոդվածը կդիտարկե, դրանից հետո մի հատ նայեք ձեր կարգապահական պատասխանատվության հարցը, իհարկե հույս ունեմ դուք չունեք էլ փաստաբանի ակոնագիր։ Ինչ վերաբերում է պատվարժան դատարան նրան, թե արդյոք նաև մեկ այլ երաշխիքից օգտվում են, թե ոչ։ Պատգամավորի գործունեության եւ երաշխիքների մասին օրենք էլ գոյություն ունի, երևի հանրային մեղադրողը հրատապությունից ելնելով ինչպես մեղադրական եզրակացությունը հաստատեց եւ մուտք արեց դատարան, այսպես չի ասել երևի թե նաև դա ուսումնասիրի, որը նախատեսում է, որ պատգամավորի մանդատ ստանալու պահից 30 օր ժամկետ է տրամադրվում անձին, որ առևտրային կազմակերպություններից դուրս գա, որ այլ բնույթի վարձատրվող աշխատանքը դադարեցնի եւ այլն։ Հիմա արդեն սպառելով նշված հարցը, եկեք հանրային մեղադրողի ներկայացրած բոլոր դիրքորոշումներին, որոնք վերաբերում են պատգամավորի կարգավիճակին, պատասխանենք հենց նույն դատախազության, որը միասնական համակարգ է, եթե չեմ սխալվում Սահմանադրության համաձայն, մեկ այլ դատախազների կողմից ներկայացված միջնորդության երգով, որը վերաբերում էր Նարեկ Կարապետյանին, ներկայացվել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սպառել է այս հարցը։ Ինչ է ասել Կենտրոնական հանձնաժողովը։ Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի ՍԴՎ 16-19 որոշման արտահայտված իրավական դիրքորոշումը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավասության շրջանակներից դուրս է պատգամավորի կարգավիճակ ձեռք բերած անձին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալը, ըստ այդմ որոշեց վերադարձնել դատախազության կողմից ներկայացված միջնորդությունը։ Այսինքն, եթե օրինակ հանրային մեղադրողը, անկեղծորեն եմ ասում, պատվարժան դատարան, գալով դատական նիստի, ներկայացնելով դիրքորոշում անձի խափանման միջոցի վերաբերյալ, չի ծանոթանում իր իսկ գործընկերների կողմից ներկայացված մեկ այլ միջնորդության ելքի վերաբերյալ իրավական դիրքորոշումները, ես չեմ հասկանում ինչով ենք մենք սպառված։ Այսինքն, ես գտնում եմ, որ ես որպես փաստաբան չեմ կարող ունենալ այնպիսի փաստարկներ, որոնք վերաբերում են դատախազությանը, ու դա դատախազությունը չներկայացնի այն ես։ Կներեք, ես գիտեմ, որ դատախազության կառույցի արհեստավարժության տրամաբանությունը շատ բարձր պետք է։ Ես չլսեցի դատախազից օրինակ դիրքորոշում, վճռապետ դատարանի նախադեպի վերաբերյալ։ Ես դեռ հենց չեմ էլ անդրադարձել Սահմանադրական դատարանի 16-19 որոշման, դեռ վերջում եմ անդրադառնալ։ Վճռապետ դատարանի նախադեպային որոշում կա ՍԴ 0066 կոտորակ 01 կոտորակ 21 Մխիթար Զաքարյանի վերաբերյալ, որտեղ ինչ է ասել վճռապետ դատարանը։ Վճռապետ դատարանը գտնում է, որ Մխիթար Զաքարյանը 2021 թվականի հուլիսի 22-ին պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու փաստի ուժով ենթակա է եղել ազատ արձակման։ Իդեպ զուտ բոլոր հնարավոր մեկնաբանությունները սպառելու նպատակով օգոստոսի 2-ը, որ ազգային ժողովի նոր գումարման մեկնարկի օրն է, 21-ին էլ անունն է եղել, 26-ին էլ անունն է, եթե արտահայտություն չլինի 31 թվին էլ անունն է լինել։ Հիմա ստացվում է վճռապետ դատարանը արդեն արձանագրել է, որ Դավիթ Ղազինյանը 2026 թվականի հուլիսի 21-ից որ ազատ չի արձակվել, իր իրավունքները խախտվում են։ Եվ այստեղ ինչն է շատ կարևոր։ Պատվարժան դատարան, ես վստահ եմ, մենք շատ կարևոր է, որ մենք ունենում ենք
դատական նիստ է հանրային հաշվետվողականության տեսանկյունից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մենք Դավիթ Ղազենյանի միջնորդությունը եւ ներկայացրել ենք, մենք պնդում էինք, որ այն քննվեր դռնբացության կարգով։ Հենց Դավիթ Ղազենյանը եւս մասնակցում էր, բայց այդ մեր դիրքորոշումը մերժվեց եւ մենք հիմա ունենք դռնբացության կարգով քննության հնարավորություն։ Այնպես ստացվեց, որ մի քանի օր առաջ ՀՀ-ին մեկ այլ միջնորդություն էր ներկայացել, մեկ մեր այլ գործընկերոջ վերաբերյալ, որը կրկին դռնբացության կարգով էր քննվում, բայց այնտեղ մենք շատ ցայտուն կերպով ներկայացրեցինք Դավիթ Ղազենյանի օրինակը, որտեղ դատախազությունը քննչական մարմինը տեղեկացված լինելով, որ այդ կարգավիճակի վերաբերյալ ԿԸՀ արձանագրությունը քրական կարգավիճակ, ում նաև հեռախոսային խոսակցությունները գաղտնալցվել էին, որոնք գաղտնի բարոյթային գործողություններ էին, բայց դրա մասին ամբողջ Հայաստանի Հանրապետությունը գիտեր։ Բայց գիտեր 2026 թվականի հունիսի 6-ից։ Ու այնպես ստացվեց, որ այդ ամբողջ հանրապետության մեջ նաև Դավիթ Ղազենյանը եւս ընդգրկվում է եւ հետեւաբար Դավիթ Ղազենյանն էլ էր տեղյակ քրեական բարույթից, ավելին հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերները չէին զլացել, նաև ուղիղ ընդգծել էին, որ Դավիթ Ղազենյանին է վերաբերում այս քրեական բարույթը, նույնիսկ գաղտնալսումները, որոնք հանրայնացվել էին, այնտեղ ուղիղ հիշատակվում է Ղազենյան Դավիթ անուն ազգանունը։ Այսինքն այս աստիճան փութաջանություն էր ցուցաբերվել, որ Դավիթ Ղազենյանը այդքան լավ տեղեկացված լիներ գործի մասին։ Եվ չնայած այս բոլոր փաստարկներին, Դավիթ Ղազենյանի նկատմամբ կալանք կիրառվեց։ Այո, Դավիթ Ղազենյանի նկատմամբ կալանք կիրառվեց, էլ ինքը խոչընդոտելու ենթադրյալ ռիսկով։ Հիմա ստացվում է, դատախազը այսօր դիրքորոշում է ներկայացնում, որ դեռ փաստորեն կան այդ ռիսկերը։ Ուրեմն դերիք չի կան այդ ռիսկերը։ Մի հատ է։ Ես իդեպ այնպես ասացել շատ ավելի շահեկան դիրքեր ունեմ պատվարժանական։ Հիմա ամեն դեպքում մենք ունենք սպეციფიկ իրավիճակ։ Ի վերջո Դավիթ Ղազենյանը ԵՊՀ շրջանավարտ է։ Դավիթ Ղազենյանը նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան եւ Հայաստանի Հանրապետության իդեպ իրավունքի ոլորտով, իրավագիտության ոլորտով միակ ակադեմիկոսի Գագիկ Ղազենյանի որդին է։ Եվ իսկապես ես նաև տեսնում եմ, ուղղակի չեմ կարող չտեսնել, որ պարոն Ղազենյանը նաև ներկա է նիստերի դահլիճում եւ իմանալով թե ինչ աստիճան նաև ինքը փութաջանություն է ցուցաբերել իր ուսանողների շրջանավարտների նկատմամբ քրեական դատավարության նաև տեսանկյունից եւ լսում է, որ օրինակ թե ընդհանրապես այս քրեական բարույթի ինչի մասին է, իր նախաքննության ավարտի եւ նյութերի գաղտնի չլինելու պայմաններում մենք ունեցել ենք այդ բացառիկ հնարավորությունը նաև պարոն Ղազենյանի հետ քննարկում ունենալու եւ ստացվում է այս պայմաններում մենք լսում ենք, որ պետք է Դավիթ Ղազենյանի նկատմամբ օրինակ գրավիչապ առաջարկվի 1 միլիարդ դրամ։ Նաև իդեպ վարչական հսկողություն, նաև իդեպ բացակայելու արգելք, իդեպ բայց հետաքրքիր բան է, ստացվում է պետք չի կամարկ։ Այսինքն այսքան ժամանակ Դավիթ Ղազենյանը, որ Երևան կենտրոն ԿԿՀ-ին էր, տեսակցությունների սահմանափակման ինտենսիվ պայմաններում եւ այլն, Էլեսուրմանից պետք չի, պատվարժան դատարան, այսինքն օրինակ հսկող դատախազի կարգավիճակում վերացնել կալանքը չէր կարող պարոն Դավիթը, պետք է ուղարկել դատարան։ Ի պատիվ դատարանից սա հատուկ եմ ուզում ընդգծել, մենք ունենք դատական նիստ 2026 թվականի հուլիսի 24-ին։ Մեկ այլ դեպքում մենք չէինք ունենա հուլիսի 24-ի նիստ, կունենայինք հնարավոր ավելի ուշ։ Այդ ժամանակ էլ ստացվում է իրի դատախազը գալու, ասել պետք չի այդ կալանքը, բայց այդքան օրեր էլ մնար Դավիթ Ղազենյանը կալանքի պայմաններ։ Հիմա անդրադառնամ լավ է դիրքորոշման ի վերջո։ Այդ ինչից ելնելով 1 միլիարդ դրամ չհասկացա պատվարժան։ Այսինքն մենք գտնվում ենք մի ինչ-որ ներողություն ենք խնդրում, նաև պաշտպանյանից են ներողություն ուժը բանի ենք մասնակցում ինչ-որ աուկցիոնի ենք մասնակցում, դες պարզապես ծվեր ենք ասում 1 միլիարդ դրամ գրավողն է։ Այսինքն ինչի համար, որ Դավիթ Ղազենյանը ամբողջ քրեական բարույթի սկզբնական ինտենսիվ փուլում եղել է ազատության մեջ։ Մեղադրական եզրակացություն ուսումնասիրում ստացվում է Դավիթ Ղազենյանի հարցազրույցներից տեղեկացված էին մեր գործընկերները քննչականի նույնիսկ զննել են։ Factor TV լրագրողը չգիտեմ ներկա է թե չէ, բայց Factor TV լրագրողի հետ հարցու պատասխանը զննվել է քրեական բարույթի մաս է։ Հիմա այդ աստիճան տեղեկացված Դավիթ Ղազենյանը չի պետք է կանոնավորել, խոչընդոտելու ռիսկով, բայց հիմա նախաքննության ավարտի պայմաններում հասնում են խոչընդոտելու ռիսկը այն աստիճանով, որ 1 միլիարդ դրամ գրավել է իրավունք։ Կներեք, սա աբսուրդային է։ Ավելի աբսուրդային է նաև վարչական հսկողությունը, պատվարժան դատարան, որտեղ վարչական հսկողությունը էլեկտրոնային սարք, արդեն այդ բառերը հակասության մեջ է 16-19 որոշման հետ։ Որովհետև վարչական հսկողությունը նաև անձի ազատ
շարժի միջամտություն է պատվարժան դատարան, էլեկտրոնային հսկողությունը երկու բան է, կամ ժամային, կամ վայրերի։ Եվ երրորդը, պատվարժան դատարան բացակայելու արգելք պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ, շատ լավ։ Այս հանգամանքներն եմ ուզում բացահայտել, կարծում եմ նաև իմ պատգամավորի կարգավիճակ, ինչպես ես, այնպես էլ պարոն Ղազարյանը եւ այլ գործընկերները, որոնք ունեն, թույլ կտան նշված հանգամանքը նաև բացահայտեն, Դավիթ Ղազարյանը նաև ներգրավել է խորհրդարանական դիվանագիտության աշխատանքները։ Բացակայելու արգելք կիրառվի։ Ներկայացական մանդատով կոչված անձի նկատմամբ բացակայելու արգելք կիրառվի, որ խորհրդարանական դիվանագիտության մեջ չներգրավվի։ Իդեպ պատվարժան դատարանը իրենց ասացվի այն դիմաց հենց հանրային մեղադրողը մեկ այլ բառույթով պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի դեպքում տեսել է ինչպես է բացակայելու արգելքը վերացվել եւ խորհրդարանային այնքան դիվանագիտության գործառույթը ինչպես է իրացվում եւ ինչպես որևէ ազդեցություն բացասական իմաստով չի ունենում, որտեղ երբևէ խափանման միջոցի փոփոխման հարց չի դերել։ Հետևաբար պատվարժան դատարան միակ ընդգծելով այն, որ իրավաչափության պայմանները խորին հարգանքով հակակորუფցիոն դատարանի թե առաջին այցյալին, թե վերջին իջացյալին, մենք հույս ունենք բոլոր դեպքերում դեռևս վճռապետ դատարանից, այնքանով որքանով հնարավոր է մեր գնահատմամբ այն ապօրինությունները, որոնք տեղի են ունեցել Դավիթ Ղազարյանի նկատմամբ, դեռ կարող են վերականգնել, բայց ամեն դեպքում պատվարժան դատարանը մենք գտնում ենք, որ ընդհանրապես իրավաչափության պայմանի հարց չի եղել ի սկզբանե։ Բայց եթե դատարանը բոլոր դեպքերում, այսինքն արձանագրենք, որ վկայակոչած սահմանադրական դատարանի որոշման վճռաբեկ դատարանի եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումների ուժով տնային կալանքը ընդհանրապես պետք է վերացվի։ Սա մեկ։ Բայց եթե դատարանը գտնում է, որ նաեւ որևէ այլ խախտման միջոց պետք է կիրառվի, մենք այդ դեպքում առաջարկելու ենք գրավը դիտարկել։ Բայց գրավի մենք չափը, որը կառաջարկենք պատվարժան դատարան եւ նաեւ կօգտագործենք մինչեւ ձևակերպումը, դա կլինի 40 միլիոն դրամ։ Պատվարժան դատարան, որը գտնում ենք նաև առավել քան կչեզոքացնի ցանկացած տեսակների։ Ի վերջո, պատվարժան դատարան Դավիթ Ղազարյանը ոչ միայն նախկինում երբևէ չարատավորված անձ է, այլ նաև այլևս արժե պատգամավորի կարգավիճակ ունեցող, հետևաբար նաև իր գործունեության տեսանկյունից միշտ հանրային հաշտետվողականության տիրույթում է գտնվել։ Միշտ։ Բայց նաև մի կարևոր հարցեր ամփոփելով խոսքս ընդգծել, ես չգիտեմ, արդյոք հանրային մեղադրողը հնարավորություն ունեցել էր ուսումնասիրելու նշվածը թե ոչ, բայց մեզ տրամադրվել էր նախաքննության ավարտը հայտարարվել եւ մեզ տրամադրվել էր բավականին երևի երկար ժամկետ պատվարժան դատարան, քանի որ դեռ խոչընդոտելու ինտենսիվ ռիսկ կար, երևի թե ուրեմն ինչ մեծ նյութերից է, չէ՞ բաղկացած այս քրեական վարույթը, անաչափ դիտորդը այդպես է կրած։ Նախաքննության ավարտը հայտարարվեց ժամը 16:45-ի սահմաններում։ Մենք դիմեցինք վարույթ իրականացնող մարմնին նախին, որ մեզ տրամադրվի ժամկետ մինչև 2026 թվականի հուլիսի 21-ի, այսինքն հաջորդ օրը, մինչև ժամը 17:00։ Այսինքն մենք պահանջել ենք այդքան կարճ ժամկետ։ Քննիչը մերժեց մեր միջնորդությունը, ժամկետ տրամադրեց մինչև առավոտյան 11:00։ Այսինքն Ղազարյան Դավիթ, կալանք, բայց ժամկետ է նյութերին ծանոթանալու մինչև հաջորդ օրը առավոտյան 11:00։ Ինչքանով որ փորձեցինք ծանոթանալ գործի նյութերին, ներկայացրեցինք միջնորդություն։ Ասեցինք հարգելի վարույթ իրականացնող մարմին, խնդրում եմ հնարավորության դեպքում կատարեք առերեսում վարույթային գործողություններ, բայց եթե դուք գտնում եք ռիսկեր կա, դրա նվազման ուղղված ձեր պարտականությունը կատարեք, մենք ելնում ենք դրա պատրաստականությունը, ցանկացած պահի մասնակցել։ Մի հատ էլ բան ասեցինք, պատվարժան դատարան, ասեցինք նաև Դավիթ Ղազարյանին հարցակրնել։ Ոնց որ գործը իր մասին է, իրան եք մեղադրում, իրան եք կալանավորել, երևի հետաքրքիր լինի, չէ՞ ինչ որ բան ունի ասելու թե ոչ։ Մենք ստացանք շատ հստակ պատճառաբանված դիրքորոշում քննիչից, այն առանց քննության թողել մեր միջնորդություն։ Այսինքն երևի կարիքը չկար ու արդյունքում այո Դավիթ Ղազարյանին չեն հարցակրել։ Բայց պատվարժանների հանձնարարություն բան Պարտավանյան ամենայն հարգանքով ձեր նկատմամբ աշխատանքային ժամը ավարտվել է, արդեն իսկ աշխատանքային ժամը ավարտվեց, հետո այն շարունակում դատականից ներողություն կարծիքով վարույթի մասնակիցներից որևէ մեկը առարկություն չունի դրա հետ կապված։ Չկան առարկություններ։ Պատվարժան դատարան նաև ամփոփում։ Չեք թողնել մինչև վերջացան։ Խնդրում եմ ձեր դիրքորոշումը
Պատվարժան դատարան, ամփոփելով խոսքս ուզում եմ ընդգծել, որ իրավաչափության պայմանները եւ ընդգծում են, որ որպես այդպիսի բացակայում են հանրապես ռիսկերի տեսանկյունից, նաեւ հենց դրանից, որտեղ եթե դրանք որպես այդպիսի մի առերեսման տեսանկյունից Դավիթ Ղազենյանի ցուցմունքի կամ ընդհանրապես պատշաճ վարչակցի, ես տեսնում եմ այլ գործերով ինչ ինտենսիվ առերեսումներ են կատարվում, բարդային գործողություններ են կատարվում, իսկ այս դեպքում ընդհանրապես չի կատարվում։ Հետևաբար պատվարժան դատարան, խնդրում ենք անհապաղ հենց այս ձևակերպումը օգտագործում են եւ ներող ստեղծված իրավունք հաստի խուսափեցի։ Այդ պատվարժան դատարան պարոն Դանիելյանը սույն գործով մեղադրանքը պաշտպանող դատախազը հանրային մեղադրողը քաջատեղյակ էր 16-19 որոշումից սահմանադրական դատարան։ Այստեղ հարց կա Շնից որտեղից էր տեղեկացում։ Սույն գործով հսկող դատախազը հանդիսանում է մեկ այլ գործով եւս, այսպես ասած, միջդատական բարույթում օրինականություն է հսկող դատախազներ ու հանրային մեղադրողը, ով հենց սահմանադրական դատարանի 16-19 որոշման ուժով վերացրել էր կալանքը։ Ես կռայեցի, որ այն հակափաստարկը, որը փորձելու էր վերել, կայանում էր նրանում, որ իբրև այդ դեպքում, այն է 2023 թվականի նոյեմբերի ամսին կայացված որոշման ժամանակ ազգային ժողովի, այսպես ասած, 8-րդ գումարումը արդեն իսկ ստանձնել էր իր լիազորությունը։ Բայց այստեղ կրկին մեզ գալիս է օգնության թե վճռաբեկ դատարանը, թե կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ թե վերջո սահմանադրական դատարանը։ Եթե կա Հայաստանի Հանրապետությունում մեկը, ով կասկածում է, որ սահմանադրական դատարանը քաջատեղյակ է պատգամավորի կարգավիճակ եւ պատգամավորի լիազորություններ ստանձնել եզրույթներից, թող ձայն բան։ Սահմանադրական դատարանը իսկապես շատ լավ գիտի ինչ է պատգամավորի կարգավիճակը, ինչ է լիազորություններ ստանձնելու ուղը։ Բայց սահմանադրական դատարանը օգտագործել է հենց պատգամավորի կարգավիճակ ձևակերպում։ Իդեպ հենց այդ ձևակերպումից է որոշակիորեն շակերտները ինչ խնդիր կա։ Նախորդատան եք խոսում։ Այն ամենայնիվ փորձեք այնպիսի վարկագիծ նստեք, որևէ չեմ կարծում, որ որևէ անօրինականություն տնվի, եթե ինչ-որ մի բան ձեզ չեմ ասում, նստեք լավ, դուք էլ եթե ինչ-որ խնդիր կա կարող եք բարձրաձայնել, քննարկման առարկա դարձնել, նորմալ ամեն ինչ։ Շնորհակալ եմ պատվարժան դատարան, սահմանադրական դատարանի որոշումը հստակ ասում է անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ։ Այդ ինչն է քննարկում ես մասնակցությունը։ Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշում եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 283 հ որոշում։ Իդեպ սա է հրապարակային ասեմ պատվարժան դատարան։ Դատախազությունը հանդես գալով որպես միասնական համակարգ, այս որոշումը չի բողոքել։ Այս որոշման հետ համաձայն է եղել։ Այս որոշման որտեղ ասվում է, որ պատգամավորի կարգավիճակ է ձեռք բերել անձը 2026 թվականի հուլիսի 21-ից եւ այդ ինքով միջնորդությունը, որ ԿԸՀ-ն քններ անձի անազատության վերաբերյալ համաձայնության ակտը վերադարձրել։ Հենց այն դիրքորոշումը, որ այսօր լսեցինք պատվարժան դատարան, սպառված է, հերքված է, բացառված է։ Ավելի պատվարժան դատարան, այնպես է ստացվել, ես այս վեճի շուրջ մի քանի գործերով ներգրավված եմ։ Այս գործով էլ եմ ներգրավված, ԿԸՀ լիստին ես եմ մասնակցել։ Ավելին, երեքին եմ մասնակցել մի լիստի պատվարժան դատարան, որտեղ մեր հարգարժան դատախազից, դատակայության կառուցվածքի տեսանկյունից վարչության պետի պաշտոն զբաղեցնող գործընկեր էր մասնակցում, որտեղ մեկնաբանությունը հետևյալն էր, քանի որ մեկ այլ անձ ունի այս պահին պատգամավորի կարգավիճակ, հետևաբար պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու ՍԴՎ տրամաբանությունը 16-19 որոշմամբ չի գործում։ Բայց եթե չունենար պատգամավորի կարգավիճակ, երեկվա դատական լիստն են մեջ բերում, եթե չունենար պատգամավորի կարգավիճակ, իհարկե հուլիսի 21-ին պետք է ազատ արձակվեր։ Այն, որ ես այլևս հաստ եմ արձանագրում, որ ես տեսել եմ վերջին օրերի ընթացքում, թվով 3 դատախազների խումբ գործընկերների, որոնք միասնական համակարգ դատախազության այս եզրույթը արժեզրկում են, դա փաստ է։
իրավիճակ եւ դեռևս անազատության մեջ։ Ես չեմ կարող նաև շատ կարճ գոնե անդրադարձ չկատարել նաև թե ընդհանրապես Դավիթ Ղազարյանի իրավաչափության պայմանների վերաբերյալ ինչ է տեղի ունեցել։ Պատմական դատարան ես նաև մասնակցել եմ առաջին այդ դատական նիստին, որը վերաբերում էր Դավիթ Ղազարյանի խախտման միջոցի հարցի դրությանը, դերակատարությանը։ Շատ լավ են բոլորս հիշում, ես նաև հասկանում եմ այստեղ այն անձինք են ներկա, ովքեր ունեն ներադրյալի դատաճակից 16-19 որոշման տրամաբանությունից սահմանադրական դատարանի վերացնել Դավիթ Ղազարյանի նկատմամբ կիրառված կարգը։ Եվ նոր իր կարգավիճակը։ Միաժամանակ, եթե դատարանը գտնում է, որ որևէ խախտման միջոց պետք է կիրառվի, խնդրում ենք դիտարկել գրավ որպես խախտման միջոց այն չափով առավելագույն շեմի, որը ներկայացրել